Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ բլրի վրա գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը դարձել է Երևանի ամենահայտնի վայրերից մեկը։ Այստեղ ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ են հավաքվում իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության ջարդերի արդյունքում զոհված մոտ 1,5 միլիոն հայերին։ Ահա մի քանի փաստ հայտնի հուշահամալիրի մասին։ Բլուրը, որի վրա կանգնած է հուշահամալիրը, կոչվում է Ծիծեռնակաբերդ, քանի որ ըստ ավանդության այստեղ գտնվող ծիծեռնակները օգնում էին Սիրո աստվածուհի Աստղիկին և պատերազմի աստված Վահագնին միմյանց լուրեր փոխանցել։ Հուշարձանը կառուցվել է 1964-ից 1967 թվականներին քանդակագործ Վան Խաչատրյանի, ճարտարապետներ Արտուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի ներկայացրած նախագծով։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1967 թվականի նոյեմբերի 29-ին։ Այս հուշահամալիրի կառուցմանը մասնակից են եղել նաև մի շարք ուսանողներ ու աշակերտներ։ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վազգեն Պետրոսյանը մի առիթով նշել է, որ շատերը նույնիսկ գիշերում էին այնտեղ։ Վան Խաչատրյանն ասել է, որ սկզբում նպատակ կար Դեր-Զորի անապատի նմանությունը ստանալ, առաջարկել էին հուշարձանի ամբողջ տարածքը ծածկել մազութով, որպեսզի հետագայում բուսականություն չաճեր, այնուհետև լցնել Ծիծեռնակաբերդի բլրին թափված ժանգոտ քարաբեկորներ, շեշտելու Դեր-Զոր անապատի ամայությունն ու սարսուռը։ Գլխավոր տարրը, խաչը որոշել էին փորել գետնի մեջ, պատերն ամբողջությամբ խաչքարեր էին լինելու, մարդիկ աստիճաններով պետք է իջնեին խաչի մեջ, մոմերը ձեռքներին, հիմնական գաղափարը խաչված ազգն էր։ Հուշահամալիրը բաղկացած է 3 հիմնական կառույցներից՝ Հավերժության տաճար, Վերածնվող Հայաստան հուշասյուն և հուշապատ։ Հավերժության տաճարը բաղկացած է 12 սյուներից։ Ժողովրդի կարծիքով դրանք խորհրդանշում են Արևմտյան Հայաստանի 12 խոշորագույն վիլայեթները։ Հուշարձանի կենտրոնում վառվում է անմար կրակը, որը պահպանելը բարդ էր 1990-ականներին, քանի որ չկար գազ ու լույս, սակայն ստացվեց, և 1993-ին գազ ու լույս չունեցող Հայաստանում կրակն անմար պահվեց։ Ծիծեռնակաբերդի համալիրն օրինակ է ծառայել հետագայում կառուցված շատ այլ հուշարձանների համար, որոնց թվում են նաև Հոլոքոստին նվիրված մի շարք հուշարձաններ։ 1995 թվականին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է տեղեկություններ գտնել 1915 թվականի իրադարձությունների մասին։ 2010 թվականից ծաղիկները, որ հավաքվում են ամեն տարվա ապրիլի 24-ին, առանձնացնում են թերթիկները՝ անջատելով ցողունից։ Ցողուններից պատրաստում են պարարտանյութ՝ հուշահամալիրի հարակից հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում են վերամշակված թուղթ, որը օգտագործվում է հուշահամալիրի թանգարանում։ Եվ վերջում անպայման ուզում եմ նշել Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Կուզեի տեսնել աշխարհում որևէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, մարդկանց այս փոքր ցեղը, որի պատերազմները կռված են։ Փորձեք կոտրել հայի ոգին, տեսեք կստացվի՞։ Իհարկե ոչ։ Տնահան արեք, ուղարկեք անապատները, թողեք առանց հաց ու ջրի։ Տեսեք, նորից չեն խնդա երգի և աղոթի, քանի որ երբ նրանցից 2 հոգի հանդիպեն աշխարհի որևէ մի վայրում, տեսեք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան»։